պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը հարց է, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քննարկվում է, ու ելի եմ առիթ ունեցել շեշտելու, հիմա շատ կարևոր է սրա մասին խոսելը, տարիներ շարունակ այլ մարմինների, ոչ հենց կառավարության եւ աշխատակազմի, այլ մարմինների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք իրականացրել եւ միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարությունների աշխատակիցների եւ աշխատակազմի աշխատավարձերին։ Ու այդ օրինակները բազմաթիվ են։ Ծառայությունների մասում բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% եւ ավել բարձրացվել են։ Ատեստավորման միջոցով պարգևատրոնների մասին կարծում եմ տեղյակ եք այսօր ինչ աշխատավարձ են ստանում, օրինակ պայմանագրային զինծառայողները, քրեակատարողական ոլորտի աշխատողները, բոլոր ծառայությունների մասին է խոսքը, ուսուցիչների համար ատեստավորման համակարգն է գործում, հնարավորություն ունեն ուսուցիչները այսօր մեր երկրում ստանալու 500-600-700 հազար դրամ աշխատավարձ, բայց միշտ մենք վախեցել ենք, քննարկել ենք, հետո մտածել ենք, այ դժգոհության ալիք երևի կբարձրանա, բայց հետո եկել է ինչ-որ մի կետ եւ աշխատավարձը նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների մասնավոր աշխատաշուկայում մրցունակ չէ, ժողովուրդ եկեք արդար գտնվենք եւ օրինակ նախարարի աշխատավարձը թեկուզ այդ հավելավճարների հաշվառմամբ համեմատենք ֆինանսական ոլորտի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի, չեմ ասում կառավարիչների բանկերի կամ խորհրդի անդամների բանկերի, կառավարիչների աշխատավարձի հետ, IT ոլորտի աշխատողների աշխատավարձի հետ, մի շարք ոլորտների աշխատավարձի հետ, եւ եթե դուք ինձ կհակադարձեք ու այդպիսի բան եղել է, ասեք գնացեք մասնավոր ոլորտում աշխատեք, դա ուղղակի չեմ հասկանում դա ինչի մասին է։ Այսինքն պետք է նորմալ կադրը, որը որ մրցունակ աշխատավարձ կարա ստանա շուկայում, աշխատավարձի պատճառով զրկվի հնարավորությունից գալ աշխատել կառավարությունում եւ միջակ կադրը, որը մրցունակ աշխատաշուկայում մրցունակ չի, որովհետեւ չի կարող հավակնել բարձր աշխատավարձ ստանալու մասնագիտական գիտելիքների փորձի պատրաստվածության պատճառով, ինքը պետք է ընտրի գալ կառավարությունում աշխատել կամ հաջորդ մանել շրջանակներ մարդկանց պետք է լինեն այնքան ապահովված մարդիկ, որոնք 1 դրամով աշխատեն կառավարությունում։ Մենք հարց ենք լուծելու դրանով, այսինքն մենք հնարավորություն ունենանք աշխատանքներին ներգրավել կամ կառավարության անդամ տեսնել մարդկանց, որոնք որ 1 դրամ են աշխատավարձ ստանալու։